Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ Մեդիա Հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես սխալ է այն կարծիքը, իբր Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է էջմիածնում ճակերտավոր ասված հոգևոր հավաք հրավիրելու մտքից։ Նա անպայման կհրավիրի այդ հավաքը, սակայն ոչ հիմա, քանի որ ներկա պահին նման հավաք հրավիրելը վտանգավոր է իր իսկ համար, իր հետագա պաշտոնավարման համար։ Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը որոշել է հայ առաքելական եկեղեցու վրա գրոհել տրոյական ձիու օգնությամբ, իսկ այդ ձին ներկա պահին Տեր Արամն է։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է մաքիավելյան նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով, բայց քանի որ Փաշինյանը թերուս է, նա ամբողջովին չի հասկանում այդ մոտեցման իրական նպատակները։ Մաքիավելու համար նպատակը միացյալ Իտալիա տեսնելն էր, իսկ Փաշինյանի համար իր ճղճիմ աթոռը, եթե իհարկե չի ցանկանում ձևավորել միացյալ Ադրբեջան։ Բայց այնուամենայնիվ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը թերուս լինի, ամեն դեպքում կատարյալ ապուշ չէ ու շատ լավ գիտի, որ վեհափառին հեռացնելու իրավական լիազորություններ ինքը չունի, իսկ արդեն իսկ ասված ճակերտավոր հոգևոր հավաք կազմակերպելն էլ արդյունավետ ու անվտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ նա թուլացրած կլինի հայ առաքելական եկեղեցու միասնությունն ու վեհափառի կամքը, ու բնավ պատահական չէ, որ այսօր նրա հարձակման թիրախում են հատկապես Արագածոտնի թեմը, Արագածոտնի թեմի հոգևորականները եւ Արագածոտնի թեմի առաջնորդը Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, որը վեհափառի քրոջ որդին է։ Կկալանավորվի Արագածոտնի թեմի առաջնորդը թե ոչ, այլևս այդքան էլ կարևոր չէ, քանի որ միայն ձերբակալության փաստն արդեն խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնելու, բացի հասարակական պատնեշից։ Միայն հասարակության միասնական դժգոհությունը, դժգոհության արձագանքը եւ հասարակության միասնական հակազդեցությունը Նիկոլ Փաշինյանին կարող է կանգնեցնել, որովհետեւ Փաշինյանը հասարակության միասնությունից վախենում է ճիշտ այնպես, ինչպես թուրքը վախենում է խոզի մսից։ Բայց հասարակության միասնական հակազդեցության գործում մեծ անելիք ունի նաև հենց եկեղեցին։ Ես ավելի վաղ ասել էի, որ Բագրատ Սրբազանը կալանավորվեց այն պատճառով, որ տեղի չունեցավ հասարակական մեծ հակազդեցություն ու տեղի չունեցավ նաև մեծ դժգոհության ալիք հենց եկեղեցու կողմից։ Ես ասել էի, որ եթե մենք այսօր թույլ ենք տալիս կալանավորել Բագրատ Սրբազանին, վաղը կկալանավորվի մեկ այլ բարձրաստիճան հոգևորական, ու այդպես էլ եղավ։ Կարճ ժամանակ անց կալանավորվեց Միքայել Սրբազանը։ Ես այդ ժամանակ հերթական անգամ շեշտեցի, որ Միքայել Սրբազանի կալանավորումը արդյունքն էր Բագրատ Սրբազանի կալանավորման, այսինքն ոչ թե արդյունքը, այլ հետևանքը, ու եթե մենք այս անգամ էլ թույլ տանք Միքայել Սրբազանի կալանավորումը, ինչը ի վերջո դժբախտաբար տեղի ունեցավ, ապա դրան հաջորդելու է մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի ձերբակալություն կամ կալանավորում եւ այդպես մինչեւ վեհափառ։ Կասկածից վեր է, որ այդ շղթան շարունակվելու է, եւ կասկածից վեր է, որ անպայմանորեն գալու է այն օրը, երբ կձերբակալվի նաև վեհափառը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին հեռացնելու, ելի եմ շեշտում, իրավական լիազորություններ չունի, բայց իրավական, ճակերտավոր իրավական, քրեական գործընթաց սկսելու
համար նա ունակ է ամբողջովին օգտագործել իրավապահ համակարգը։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ինչ-որ մի Տեր Արամի հարցազրույց հանրային հեռուստաընկերությանը, ինչ-որ մի Դանիել Իոաննիսյանի հաղորդագրությանը ուղղված գլխավոր դատախազությանը եւ քրեական գործը պատրաստ կլինի։ Եկեք չմոռանանք, որ բոլշևիկները ժամանակին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին նույնպես չհեռացրեցին, այլ պարզապես սպանեցին։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը չի սպանի վեհապարին, որովհետև նա դեռևս չի հասունացել բռնապետության կամ ճիվաղության այդ աստիճանին, սակայն կալանավորել միանգամայն ընդունակ է։ Իսկ եթե կալանավորեն վեհապարին, ապա այլևս որևէ նշանակություն չի ունենա, թե ով կլինի հաջորդ կաթողիկոսը։ Դրանից հետո նույնիսկ կառավարությունը կամ ՔՊ-ն իր նիստերը կարող է սկսել նամազով, որովհետև վեհապարին կալանավորումը կհանգեցնի կամ ձերբակալությունը նույնիսկ կհանգեցնի հայ առաքելական եկեղեցու ողնաշարի կոտրմանը, ինչն էլ իր հերթին կբերի հայ ժողովրդի ողնաշարի ամբողջական փշրմանը։ Այս ամենը իհարկե տեղավորվում է ադրբեջանական պահանջների ամբողջական փաթեթում։ Հիշենք, որ դեռևս ոչ վաղ անցյալում Ալիևը պահանջում էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վերացնի ամբողջ բոլոր ռևանշիստական ձգտումները։ Իսկ Ալիևի համար ռևանշիստներ են բոլոր նրանք, ովքեր խոսում են Արցախից կամ արցախցիների իրավունքներից։ Ի տարբերություն Փաշինյանի, Ալիևը հիմար չէ ու լավ տեղյակ է, որ հայոց պետականության բացակայության պայմաններում հայապահպանման գործը մշտապես ստանձնել է հայ առաքելական եկեղեցին եւ հնարավորություն պահել, որպեսզի ժամանակին մենք նորից վերականգնենք մեր պետականությունը, վերստեղծենք մեր պետությունը։ Հետևաբար, եթե ամբողջովին ոչնչացվի հայ առաքելական եկեղեցին, ապա մեր պետականության հերթական կորստի դեպքում, ինչին իդեպ բավականին մոտ կանգնած ենք, այլևս մեր պետականությունը վերականգնելը շատ դժվար կլինի, եթե ոչ անհնարին, որովհետև չի լինի այլևս այն կապող օղակը, այն կապող մերանը, որը կստանձնի այդ հայապահպանման գործընթացը մինչև հաջորդ պետության ստեղծում։ Իհարկե Աստված չանի, որպեսզի մենք հերթական անգամ կորցնենք պետականությունը հաշվի առնելով ներկայի ստեղծված իրավիճակը, սակայն Ալիևի ձգտումները ամբողջովին դա են, ինչին էլ նպաստում է Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռի պահպանման։ Եկեք նաև մի հանգամանքի վրա նույնպես ուշադրություն դարձնենք, որ այսօր 5 հոգևորականների եւ Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը համընկավ օրեր առաջ Փաշազադեի հերթական պահանջի հետ, երբ նա կրկին անգամ հայ առաքելական եկեղեցին համարեց վտանգ Ադրբեջանի համար։ Իհարկե այն ձևակերպելով, որ հայ առաքելական եկեղեցին եւ Սփյուռքը խանգարում են խաղաղության պայմանագրի վերջնական կնքմանը։ Իհարկե Փաշազադեի եւ Ալիևի մտահոգությունը ամենևին էլ խաղաղության պայմանագիրը չէ, այլ հայ առաքելական եկեղեցուն հայապահպանման կարևորագույն գործոնից հեռացնելն ու ոչնչացնելը։ Հետևաբար Գարեգին Բ-ն պետք է հետևություններ անի եւ փորձի կոնսոլիդացնել ողջ հանրությանը հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու համար։ Նա պետք է գործադրի բոլոր ջանքերը, իր ողջ ռեսուրսները ներդնի, որպեսզի կարողանա հակազդել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հաջորդ ձերբակալվողը լինելու է հենց ինքը, ամենայն հայոց կաթողիկոսը, իսկ կաթողիկոսի ձերբակալումը, ելի եմ շեշտում, հանգեցնելու է ոչ միայն հայ առաքելական եկեղեցու գրեթե ոչնչացմանը, այլ նաև հանգեցնելու է հայ ազգի վերացմանը պատմության թատերաբեմից։ Որդեական խոնարհությամբ խնդրում եմ վեհափառ Տեր,
ոտքի կանգնեք եւ ամենևին մի մտածեք, որ ձեր լռությունը կամ այսպես ասած պասիվությունը, ճակերտավոր պասիվությունը, ներողություն բառի համար, Նիկոլ Փաշինյանին հետ են պահելու իր նպատակներից, Նիկոլ Փաշինյանին կանգնեցնելու է իր ազգադավ մոտեցումներից։ Դուք վեհապար տեր ունակ եք այն մերանը դառնալու, որը կարող է համախմբել ողջ հասարակությանը, համախմբել ողջ ժողովրդին։ Ի վերջո դուք կարող եք իրականում հակազդել Նիկոլ Փաշինյանին այնպես, որպեսզի նա ինքը դուրս նետվի հայ քաղաքական թաթերաբեմից։ Հակառակ դեպքում այսօր դրված է նժարին մեր լինելիության խնդիրը, կամ հայ ժողովուրդը, կամ Նիկոլ Փաշինյանը, ու ամենևին այլևս այս գործընթացները դուրս են ձեր անձից։ Դուք պետք է յուրաքանչյուր հնարավորություն, յուրաքանչյուր ռեսուրս, յուրաքանչյուր քայլ օգտագործեք, որպեսզի կանխեք Նիկոլ Փաշինյանի այս գործընթացները։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել վեհապար տեր, հաջորդ կալանավորվողը կամ ձերբակալվողը լինելու եք դուք։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։